Վրաստանի արտաքին քաղաքականությունը եւ Եվրամիության վերաբերմունքը քննարկման առանցքայինում էր խորհրդարանի լիագումար նիստում։ Մեծամասնության առաջնորդները կենտրոնացան երկրի արտաքին քաղաքականության վրա եւ նշեցին, որ Եվրամիությունը անարդար քաղաքականություն է վարում Վրաստանի նկատմամբ։ Նրանք նաեւ քննարկեցին Եվրամիության հետ երկխոսության վերսկսման հարցը։ Հանուն Վրաստանի կուսակցության անդամները սուր քննադատության ենթարկեցին կառավարությանը։ Նրանք նշեցին, որ վրացական երազանքը պայքարում է ժողովրդավարական արժեքների դեմ եւ միայն իշխանության ամրապնդման մասին է մտածում։ Խորհրդարանում լսում են ժողովրդական պաշտպանին Լևան Իոսելյանին խորհրդարանական ամբիոնից падգամավորներին ներկայացրեց մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի հիմնական միտումները։ 428 էջանոց փաստաթղթում հիմնական հարցերից մեկը խորհրդարանի կողմից 2025 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն են, որոնք ըստ զեկույցի խոչընդոտում են երկրում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Օմբուդսմենը կարծում է, որ վերջին օրենսդրական փոփոխությունները վտանգ են ներկայացնում երկրի ազատության եւ բազմակարծրության համար։ Դատական գործընթացի լուսաբանման սահմանափակումները զգալիորեն վնասել են դատական համակարգի թափանցիկությունը։ Զեկույցի մեծ մասը նվիրված էր 24 եւ 25 թվականների բողոքի ցույցերի ընթացքում բացահայտված վատ վերաբերմունքի փաստերին եւ դրանց անարդյունավետ հետաքննությանը։ Վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկում է եւ քվեարկում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի վերաբերյալ, որը պատրաստել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների եւ դրանց կատարման մոնիտորինգի կոմիտեն, որի համազեկուցողներն են Էդիթ Էստելան եւ Սաբինա Չոդիչը։ Վեհաժողովը նշում է, որ նախորդ բանաձևերի լսումից ի վեր Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը շարունակվել է եւ իշխանությունները չեն իրականացրել առաջարկություններից ոչ մեկը։ Փաստաթղթում պահանջվում է անհապաղ դադարեցնել ընդդիմադիր կուսակցությունների արգելման նախաձեռնությունը եւ դրանց առաջնորդների, այդ թվում Նիկա Մելիայի եւ Էլեն Խոշտարյայի քաղաքական դրդապատճառներով հետապնդումը չեղյալ հայտարարել բռնաճշող օրենքները, ինչպիսիք են քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, օտարերկրյա ազդեցության թափանցիկություն եւ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքները եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը։ Վրաստանի նախագահ, վարչապետը, խորհրդարանի նախագահը եւ փոխվարչապետը իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարը շնորհավորեցին հատուկ պետական պահպանության ծառայությանը 32-ամյակի կապակցությամբ։ Ծառայության 32-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, փոխվարչապետը ուշադրություն հրավիրեցին ծառայության ներկայացուցիչների բարձր պրոֆեսիոնալիզմի վրա եւ շնորհակալություն հայտնեցին նրանց պետությանը մատուցած ծառայության համար։ Հատուկ պետական պահպանության ծառայության ղեկավար Անզոր Չոբինիձեն խոսեց ծառայության կողմից կատարված աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հայցը եւ որոշում կայացրեց Վրաստանի վերաբերող մի քանի գործերի վերաբերյալ։ Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի մեղավոր ճանաչեց Գյորգի Անծուխելիձեի եւ այլ վրացի զինվորների խոշտանգումների եւ սպանության համար։ Գործը հիմնականում վերաբերում էր դիմորդների բողոքներին 2008 թվականի օգոստոսի 9-ից 11-ը 3 վրացի ռազմագերիների խոշտանգումների եւ սպանության վերաբերյալ, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսի 9-ից 19-ը ողջ մնացած այլ ռազմագերիների ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ։ Գործերի թվում է նաև Մալաչինին եւ ուրիշներին ընդդեմ Ռուսաստանի գործը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից 2008 թվականի Վրաստանի եւ Ռուսաստանի միջև զինված հակամարտության ժամանակ կատարված վայրագություններին։ Ստրասբուրգի որոշումը մեր երկրի եւ Վրաստանի ժողովրդի համար եւս մեկ հաղթանակ է, քանի որ մեր բացարձակ պարտականությունն ու նպատակն է պաշտպանել մի կողմից մեր երկրի արժանապատվությունը, մյուս կողմից մեր զինվորականների արժանապատվությունը միջազգային դատարաններում, ասել է արդարադատության փոխնախարար Բեկա Ձամաշվիլին։ Նրա խոսքով Վրաստանի կառավարությունը որպես երրորդ կողմ է ներգրավել գործում, որը վերաբերում էր Ռուսաստանի կողմից կյանքի իրավունքի խախտմանը եւ խոշտանգումներին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Մենք ապացույցներ եւ փաստարկներ ներկայացրեցինք, որ Ռուսաստանը խախտել է կյանքի իրավունքը
իրավունք եւ խոշտանգել է կոնկրետ անձանց, ասաց Զամաշվիլին։ Ինչպես նշեց, Վրաստանի կառավարությունը ռուս-վրացական պատերազմի հետ կապված վայրույթն այնպես է վարել, որ շրջել են նախորդ կառավարության կողմից փչացված եւ պարտված գործերը։ Վրաստանի խորհրդարանը ընտրեց հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի 2 անդամ Գրիգոր Մուրղուլյանին եւ Դավիթ Քարթվելաշվիլին։ Գրիգոր Մուրղուլյան առաջադրվել էր վրացական երազանք խմբակցությունից։ Նրա թեկնածությունը ստացել է 82 կողմձայն 4 դեմ։ Ժողովրդավարական իշխանության թեկնածուն Դավիթ Քարթվելաշվիլին ընտրվել էր հոգաբարձուների խորհրդի անդամ 83 կողմձայնով։ Բացի այդ, քվեարկության էին դրվել վրացական Հանուն Վրաստանի խմբակցության կողմից առաջադրված 3 թեկնածուներ՝ Թեա Գեգելլավան, Էլիսո Գաբադաձեն, Թեյմուրաց Կեկելիձեն, սակայն նրանք չեն ստացել անհրաժեշտ ձայները։ Ազգային շարժման ներսում տարաձայնությունները շարունակվում են, բացի թարմացման եւ գործողությունների մարտավարության վերաբերյալ կարծիքների տարբերություններից, պարզ է, որ ազգային շարժումը ժամանակին նաեւ տարբեր տեսակետներ է ունեցել ընդդիմադիր դաշինքի միանալու վերաբերյալ։ Բանտարկված Միխայիլ Սաակաշվիլիի ընտրյալ Նանուկա Ժորժոլյանին կարծում է, որ ազգային շարժումը պետք է դուրս գա ընդդիմադիր դաշինքից։ Մյուս կողմից Թինա Բոկուչավան դաշինքից դուրս գալը համարում է անտեղի, դատավարության ընթացքում կուսակցության ղեկավարների աշխատանքը քննադատվում է։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի փոխվարչապետ եւ իրավապահ մարմինների համակարգման պետական նախարար Մամիա Կվիրկվիլյանին տուգանել է 4000 լարիով Մամուկա Խազարաձեին վիրավորելու համար։ Ատելության խոսքի դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փաստը եւ դիմել է դատարան պատասխան ստանալու համար։ Ինչպես հայտնի է, քաղաքացի Մամիա Կվիրկվիլյանն վիրավորել է Մամուկա Մդինարաձեին սոցիալական ցանցում իր գրառման մեջ։ Նրա դեմ գործը քննվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով։ Դատավորը բացատրեց, որ վերջինս հայտարարությունը նույնիսկ մոտ չի խոսքի ազատությանը եւ նրա հայտարարությունը ատելության խոսք է եւ անձի վիրավորանք։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով ռուսական բանակը քաղաքի վրա հարձակվելու համար օգտագործել է բալիստիկ հրթիռներ, արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել 19, որոնցից 5-ը գտնվում է ծանր վիճակում։ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտարարել է, որ հարվածի թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտ է եղել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի մասնակցի Գդանսկում նախատեսված Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ Ըստ արկատեղեկությունների ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի վարչապետը, նրա խոսքով համաժողովում նախատեսվում է ստորագրել կարևոր համաձայնագիր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հանդիպել է Բաթումի Շոթա Ռուսթավելի անվան պետական համալսարանի ակադեմիական եւ վարչական անձնակազմի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համալսարանում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերը, կրթական եւ հետազոտական միջավայրների զարգացումը, ինչպես նաեւ ուսանողների եւ ակադեմիական անձնակազմի համար աջակցության եւ նպատակային մոտեցումները։ Պատարաձեն նշել է, որ Աջարիայի կառավարության առաջնահերթություններից մեկը տարածաշրջանի առաջատեր բարձրագույն ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ ամրապնդումն է։ 2026 թվականին համալսարանի կարիքների համար նախատեսված է ավելի քան 6 միլիոն լարի։